Նիկոլ Փաշինյանի կառավարությանը վստահում եք։ Ինչ չկա։ Փաշինյան չկա։ Ինչու։ Այդ ձեր Փաշինյանին շատ են վերածած ամեն ուղլում։ Ես իմ նայոմնիկ հալով ասում եմ, եթե դաժե պետք է լինի գահրամ անել տա լիժբը ինձ, առաջի մարդը կլեմ ես, որի անտեղում մտի կպարկասնեմ ու կգնամ։ Փաշինյանը այ որ քուտեղ ուրիշ մարդ էլ ես հարցը տվող ես կասեի Փաշինյանն ով է, բայց կարամ ասեմ քիչ ուրիշ ձևով։ Ինքը ամենակոպիտ մարդն է։ Իրան ամեն բառ կարելի ասել։ Զուտ նրա համար, որ ինքը նիդաստոյնի է Հայաստանի։ Ինքը մարդ չի, ինքը պրոստը տենց օդից վեր ընկած ես իմ ինչ կենթանի է։ Ոչ չենք վստահում։ Ինչ։ Ոչ մի արդյունքի չենք ասել դրա համար։ Դուք վստահում Ես եք։ նույնպես։ Դուք ինչի։ Ես իմ Վստահություն չի ներշնչում, որովհետև երևում է։ Մարդ չի որ ինչի։ Օրինակ մարդ կա ասում է, չէ։ Հին թալանչիներին չենք վստահում։ Չէ, պրիչովստ է թալանչին, որ ժողովրդին չեն նայում թալանչին ինչ կապ ունի։ И Паламарский չի վստահում ու թե մնաց Նիկոլ Փաշինյանի կառավարությանը վստահենք։ Ինչու եք այդպես ասում։ Ինչի չեք վստահում։ Մի երկիրը այն փոխվել ամեն ձևի, ամեն ինչը, ընդով ու մի շատ մեծ տարբերություն կա, շատ։ Ոնց որ լալվարն ու մեր սպլիսը, այդքան տարբերություն կա։ Եթե ընդորվա կառավարությունը լի, ընդորվա փողն լի, ընդորվա փողը մեծ գումարեր, մի ռուբլով 3 հատ հաց հատներ, մի հատ էլ մենք sense կլոր կորզիկնի կա, մի հատ էլ թավրա, բայց մի բանա մի ռուբլով, 2 ռուբլ 1000 դրամս վերսում, տանից դուսում մեր տեմս, ձեր չկա, բայց 1000 դրամներ չկա։ Մի ոչ մի բանից մարդիկ, չլետեժկով ապրում ենք էլ։ Ես դժվարանում եմ ասեմ, որովհետև քիչ դժվար ասել վստահում ենք, թե չենք վստահում։ Դա կառավարական գործ է։ Մենք ինչ կարանք ասենք, ոչ օրենքն է, ինքը ոնց ուզում ան հենց էլ անում է, էդ է։ Մենք էլ պարտավոր ենք ենթարկվենք, էդ է, առավելություն չկա։ Нет։ Ինչի։ Դուք էլ գիտեք էլ։ Երկիրը քանդված բրծած է, всё։ Թողեք էլ չէ։ Ես ոչ մեկին չեմ վստահում։ Ոչ մեկին ես չեմ վստահում։ Տանոպես։ Դուք։ Նույնպես։ Մանին էլ վստահում չեմ ինձ հանգիստ թողել։ Չէ։ Այս հատ գիտեմ։ Չգիտեմ։ Քաղաքականությամբ չեմ զբաղվում քաղցր ջան։ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը վստահում եք։ Այո։ Այո։ Ինչի եք Բա ում վստահենք։ Անցկացած խուլիգաններին, գողավազակներին Փաշինյանն են ուրեմն։ Ես բոլորին վստահում եմ։ Բոլորներ, այնքան ժողովրդի կողմից ցրնեն, ես բոլորին վստահում եմ։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի կողմից է։ Դե արդեն ես քաղաքականություն մեջ չեմ մտնում ընդհանրապես, իրան գիտեն։ Բայց թե որ առաջին հերթին ես մտածում եմ զինվորի համար, որովհետև ես զինվոր եմ ճանապարհում, որ զինվորը ապահովել լինի սնունդը եւ հագուստը։ Եվ խաղաղությունը լինի երկնքում։ Կարևոր զինվորը լավն է։ Այո։ Ինչու։ Որովհետև արդեն կամաց պետություն ենք դառնում, սահմանով, բանակով եւ բոլոր պետությունները մեզ արդեն կճանաչեն։ Այո, միանշանակ։ Ինչու։ Ինքը արդար, ազնիվ մարդ է։ Ես հավատում եմ իրան։ Հա, նորմալ շատ լավ աշխատում է, ինչ ա եղել։ Ես նոր Երևանից եմ գալի։ Պիտի գնացել Մարախչապտի նախարարի մոտ, չեմ մտա, բայց ասել եմ, նրանք տարա բժիշկի համա պարկեր հիմնանոց պարկասրին, երկու ակապ գնաց հետ ղարկեր։ Պարոսը թուղթի հինա, թազակ գրեցին, բժիշկն էլ, ասում ուղղակի ռեկլամա եմ արել, գնացել ռեկլամա չի արել, հանրապետական հիմնանոց։ Հետո ոստիկանն էլ գնացել նախարար դիմել։ 100%-ով։ Ձեզ չեմ վստահում մենակ։ Մեզ։ Հա։ Ինչի։ Որովհետև խառնում եք։ Չեք թողում որ մարդիկ աշխատեն։
Ես վստահում եմ ու շատ գոհ եմ մեր վարչապետից, միշտ էլ հեռախոսից մեջ իր մասին գրում եմ TikTok-ով։ Շատ շնորհակալ եմ, ես շատ գոհ ու շնորհակալ եմ պարոն Փաշինյանից եւ իր տիկին Աննա Պետրոսյանից։ Շատ գոհ եմ, շնորհակալ եմ, որ նա մեր ղեկավարն է։ Ես կուզեմ ինքը միշտ էլ մնա մեր ղեկավարը, այդքան բան։ Դուք Հայաստանում չեք ապրում։ Ես Հայաստանում եմ ապրում։ Ինձ թվաց Ռուսաստանում եք ապրում։ Հայ, չէ, այստեղ եմ ապրում, բայց գնում գալիս եմ։ Այստեղ եմ ապրում։ Գոհ եք այստեղի կյանքից։ Շատ, այստեղի կյանքից գոհ եմ, արդեն կամաց-կամաց Փաշինյանը, մեր պարոն Փաշինյանը կներեք արտահայտությանս համար, մեր վարչապետը արդեն շատ օգնություններ տեսնում եմ ես, որ մանկապարտեզներ է կառուցում, օգնում է ժողովրդին, իր ձեռքից եկած լավությունը ժողովրդի համար նվիրված անում է։ Ես շատ շնորհակալ եմ, շատ գոհ եմ, շատ սիրում եմ ապրինքը։ Հա, ինչի՞ չէ։ Ստահում ենք։ Ուղղակի աշխատանք չունենք, որ աշխատանք ունենանք, աշխատենք, ես 13 տարվա բուժքույր եմ, 2001 թվից անգործ եմ։ Չնայած դե մի քիչ էլ ես եմ մեղավոր, երեխեքիս պահող չկար, ռաշ 4 տարի ու էլ չկարացի մտնեմ։ Բա ում վստահ ենք։ Վստահում ենք ինքը շատ բաներ ունի արած մեր ժողովրդի համար։ Փողան աշխատի, ինձ թվում է լավ կլինի։ Կարճ կոնկրետ։ Փաշինյանից առաջ էլ կային լավն էին, հետո էլ որ կան լավը կլին։ Չենք կարա Եթե Փաշինյանից լավը կլինեն, խնդիր չկա, բայց թե չէ թողան այն մարդը աշխատի։ Շատ բաներ արեց, շատ։ Այո։ Չէ։ Ասեմ ինչ եմ ուզում, այ աստիճանես արքեն, որ բոլոր այս մարդին ներքև կանգնի, սաղ քանդված է, այ դրա համար ենք մտածում։ Այս ճանապարհն է այսպես քանդված։ Այդ մեզ գնացեք վերև դե քանդվել է լրիվ, երկաթները բացվել է, ես դժգոհ եմ ես կյանքից, որովհետև հիվանդ կին եմ, թոշակս կտրեցին, չեմ կարում տեղորարկս արնեմ, որ խմեմ։ Երորդ կարգ էի, 20 ֆրակցիայով ման եմ գալի ես, շունչս կտրվում է։ Տեսար, այդ դրա համար եմ ասում։ Այսինքն վերընկնելու Բաբա հայրիկ, երկաթա կպակվի կգնի ներքև։ Ոչ, որտեվ պատվալը ջուր է լցվել, մի հատ ես քաղաքապետարան զանգեցի, մի հատ չեկան գոնե տեսնեն։ Այս բոյի ջուր է լցվել, 2-3 օրեր ամուսինս դուրս էր տալիս։ Ինչով ես համոզվեմ, որ դա ինչ-որ լավն է։ Կամ թոշակների հարցով, մյուս հարցերով, մենք ահավոր վիճակում ենք ապրում, գոնե թոշակը բարձրացնի։ Եղածը ինչ է։ Ինչ ասեմ։ Չենք վստահում։ Թե հետո լավը լինի, չգիտեմ, բայց այնուամենայնիվ հիմա չեմ վստահում։ Ես մենակ եմ, այ կարող չեմ ման գամ։ Փաշինյանը ցողոքնի մեզ, որ ման գանք։ Կարում չեմ, հիբեվատ բուժիլապեկը 40 մայր թոշակում եմ ստանում, ինչ եմ անի։ Այդ։ Այսինքն չեք վստահ։ Ինձ բավ այքամ մեկա միննելա վեճի չկա, ինձ վեճ չկա, հայա պրծելա։ 86 տարեկան մարդ եմ, զորի գնաց եմ հասել։ Ես ոչ մի կառավարության չեմ վստահում, ոչ Փաշինյանի, ոչ հների։ Ընդհանրապես այդքան բան կասեմ։ Ինքամ ասելու բան կա, ինչու՞ն։ Նախ եթե մտնում ենք Ռուսաստանի հետ բարեկամությունը կտրում ենք, այդ ժամանակ մեր ստեղից դուրս գնացող մթերքները եւ ներմուծվող մթերքների հարցը շատ մեծ խնդրի առաջակարգում ժողովուրդը, որովհետեւ ալուրա բանա դեղից գալիս է, այսօր եթե դեղից կտրեց ու դեռ չունենք պայմանավորվածության ուրիշ հետ, ժողովուրդը պետք է քանի գնա սովի մատնավի։ Երկրորդ, լավ չեն նայում այս Ալավերդու տարածաշրջանին, որովհետեւ կոնկրետ այս դեպետի կատարած վնասների, ոչ վնասի 100%-անոց փոխհատուցում եղավ, ոչ բարեկարգում եղավ, նույն կարգավիճակով այսօր են կանգնած, որ եթե էլի ջուրը վարարի, էլի նույն ձևի գնալու է, նման կերպ։ Իսկ որպես կառավարություն, կառավարությունը մի քիչ մեզանից էլ է կախված որոշակի բաներ։
Եթե ամենքս մեր տեղում մեր աշխատանքում մտնենք, ինձ թվում է ցանկացած տեսակի կառավարություն կարա հարցերին լուծում տա։ Ես մենակ թոշակով ապրող անձնավորություն եմ, նույնիսկ նպաստ չեն տրամադրում, չգիտեմ։ Շատ եթե բողոք անեմ, սոցապից բողոք կանեմ։ Չգիտեմ, ինչ պատասխանեմ։ Կառավարության մեջ մտնում։ Չգիտեմ, ոչ մեկի ես չեմ ուզում, ոչ մեղադրեմ, ոչ չէ։ Ոչ հավատում եմ, ոչ չեմ հավատում։ Ինչը ճիշտ է ճիշտ։ Բա Ինչի չեք հավատում կամ ինչի եք հավատում։ ես ոչ նստում եմ նայում ոչ այն ասել կոլդացած ման եմ գալի։ Ես մնելա չեմ, մենակ եմ վստահ։ Եղավ, Ինչի չեք վստահում կառավարությանը։ որպես ինչ վստահ եմ։ Վստահել եմ։ Եվ տեսել եմ։ Ինչ եք տեսել։ Ամեն ինչ։ Այսօրին եմ։ Առաջա հիմա չէ։ Չգիտեմ, շատ է թուլացել։ Ո՞ր ոլորտները ինչ։ Ամեն ինչը, ամեն ոլորտ էլ իր թերություն ունի, չեմ կարող առանձնացնել։ Ոչ աղջիկ ջան, չեմ վստահում, որովհետև ոչ մի վստահելի բան չի արել, որ վստահենք։ Ինչ է արել լավ բան։ Չի արել վստահելի ոչ մի բան, ինչ աներ։ Ոչ, Ինչու։ որովհետև իր խոստումները չի կատարում դե համար։ Ինչ խոստում էր տվել, որ չի կա։ Դե շատ բաներ ա խոստացել։ Ո՞րն եք հիշում։ Ամեն ինչը հիշում եք։ Ոչ, Ինչու։ թույլ մարդ է էլի, թույլ ղեկավար է ինքը շատ։ Ինչ պիտի անի, որ չի արել։ Նախ մեր գերիների հարցը լուծի, հետո ինչ պահանջում է Ալիևը, ինքը համաձայնվում է։ Տենց։ Ճիշտ բաներ չի անում էլի։ Օրինակ ինչն է սխալ անում։ Այդ տերիտորիանի որ տերն է տալի էտա։ Չէ, Ինչու։ չենք վստահում, Ինչու։ չեմ կարել ասեմ։ Ինչու։ Որովհետև էլ երկիր չի մնացել։ Երկիր չկա։ Արդեն բռնելատեղ չունենք։